Վեհաժողովը Երևանի ժամանակով 3 ուշ երեկոյան միաժամանակ քննության առավ երկու զեկույց, առաջինը ամրացնել իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությունն ու դերը վերնագրով, երկրորդ զեկույցը վերաբերում էր հասարակական կազմակերպությունների գործունեությանն անհարկի միջամտություններին։ Երկու զեկույցի հեղինակներ Մելիս Ռեպսն ու Իվ Կրուխտենը հանգամանորեն անդրադարձան Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում եւ հատկապես Ադրբեջանում իրավապաշտպանների իրավունքների ոտնահարմանը եւ հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտող օրենսդրությանը։ Հայկական պատվիրակության անդամներն էլ ելույթներում անդրադարձան այս խնդրին, ընդգծելով, որ Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը քնած մարդուն կացնահարելն է։ Նաիրա Զոհրաբյանն ասաց նաև, որ Եվրոպայի խորհրդի անդամ բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև մեր երկրում, կան մարդու իրավունքների խախտման հետ կապված խնդիրներ եւ մենք պատրաստ ենք դրանք բաց ու հրապարակային քննարկել։ Սակայն Եվրոպայի խորհրդում կա մի երկիր, որը բացառիկ է մարդու իրավունքների հանդեպ դրսևորած իր ցինիզմով։ Ադրբեջանում մարդու իրավունքի խոսքի ազատության մասին խոսելը հավասարազոր է Դանիել Խարմսի հումորեսկներին, Ադրբեջանում իրավապաշտպան եւ հասարակական գործունեությամբ զբաղվելը հավասարազոր է մահապարտության, ասաց Զոհրաբյանը։ Նա վեհաժողովականներին հիշեցրեց նաև, որ երբ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան հայտարարեց, թե դա հայրենասիրության օրինակ է երիտասարդության համար։ Ահա սա է Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը, հայտարարեց հայ պատվիրակը, նկատելով, որ դինամիկ քաղաքացիական հասարակությունը մեծ նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար եւ հիմնարար իրավունքների առումով, մասնավորապես խոսքի ազատությունը եւ հավաքների անցկացման իրավունքը կարեւոր են հասարակության պատշաճ գործունեության համար, պատվիրակ Ֆարմանյանն էլ ընդգծեց, որ այդ առումով իրավիճակը մի շարք երկրներում, հատկապես հարևան Ադրբեջանում, կապված մարդու իրավունքների պաշտպանների ազատազրկման հետ առավել քան մտահոգիչ է։ Անվտանգությունը մեր տարածաշրջանում առավել քան կարևոր է, քանի որ գտնվում ենք այնպիսի մի իրավիճակում, երբ հարևան Ադրբեջանում մարդասպան Ռամիլ Սաֆարովը կարող է հերոս դառնալ, իսկ նոր սերնդի ներկայացուցիչները, ովքեր խոսում են խաղաղության մասին, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ, համարվում են Ադրբեջանի դավաճաններ, ովքեր լրտեսում են Հայաստանի համար, հայտարարեց հայ պատվիրակը, ավելացնելով, որ իրավիճակը կտրուկ վատացել է Ադրբեջանում, ինչը մտահոգության առիթ է տալիս Հայաստանին։ Մարդու իրավունքների պաշտպաններն իրենք են ճնշման թիրախ դառնում, դա ահաբեկող կոչ է մյուս երկրների համար։ Նաիրա Կարապետյանն իր հերթին կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Պատվիրակն ասաց, Ադրբեջանը կրկին փորձում է շեղել ԵԽԽՎ ուշադրությունը, հրահրելով կոնֆլիկտի հանգեցնող սադրիչ նախաձեռնություններ, փորձելով կոծկել սեփական երկրում առկա մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված սարսափելի իրավիճակը։ Կարապետյանը պարզաբանեց, որ շաբաթներ առաջ մեծ վրդովմունքի ալիք բարձրացավ Ադրբեջանում, երբ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին հանձնարարավ քաղաքական մեղադրանքներով ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատական գործը։ Հայ պատվիրակը հիշեցրեց նաև, որ ադրբեջանական մամուլը, որը փաստացի Ադրբեջանի ղեկավարության ուղղակի խոսնակն է, բուռն արձագանքեց, մեղադրելով Քլունիին ամենատարբեր մեղքերի մեջ եւ նույնիսկ հայտարարեց, որ Ամալ Քլունին հայկական լոբիստ է։ Այս նստաշրջանի մեկնարկին ադրբեջանական անմխիթար իրավիճակին հիշեցնեմ, անդրադարձավ նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, կոչ անելով ուղեցույց դարձնել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Թյորբորն Յագլանդն ասաց, կոնվենցիան համընդհանուր բառարան է, արժեքների փաթեթ, որը պետք է հարգեն բոլոր երկրները։ Եվ որպես այս կոնվենցիան չկիրառող երկիր, գլխավոր քարտուղարը օրինակ բերեց Ադրբեջանը, մասնավորաբար հիշատակելով Իլգար Մամադովի գործը, որը բանտարկված է Ադրբեջանում եւ նրա նկատմամբ վերաբերմունքը դաժան է։ Սիրանուշ Մուրադյան, Արտակ Լևոնդյան, Առաջին ալիք, Ստրասբուրգ, Ֆրանսիա։